Նիկոլ Փաշինյանին միացած եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հրաժարականը պահանջող եպիսկոպոսները չեն մասնակցելու արտերկրում գումարված եպիսկոպոսատ ժողովին։ Նրանք հայտարարությամբ նաեւ կոչ են արել մյուս եպիսկոպոսներին միանալ իրենց եւ չեղարկել այն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ եպիսկոպոսատ ժողովը կայանալու է փետրվարի 16-ից 19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում։ Կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսները հայտարարել են, թե այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անբավեր կառույց է, քանի որ այն ընտրվել էր 2017-ին 4 տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021-ին։ Նրանք պնդում են, որ դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են կաթողիկոսի կամայականությամբ, ուստի Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։ Հիշեցնեմ, հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարել էին հայ առաքելական եկեղեցու այսպես կոչված բարենորոգման մեկնարկի մասին ու հրապարակել իրենց ճանապարհային քարտեզը։